106 եւ 5 հաճախականությունն եք դուք միացրել, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել Գործարալիքի լրատվական ռադիոյի բոլոր հաղորդաշարերը։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք մենք սկսում, իսկ մեր տաղավարում հանրային գործիչ Արփի Թոփչյանն է։ Արփի ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ դուք այստեղ եք այսօր։ Ինչպես եթերից առաջ ասեցի, հիմա էլ ասեմ, միշտ կարևոր ու այսպես հատկանշական օրերի ենք ձեզ այստեղ հրավիրում։ Հիշում եմ 23 թվականին էլ էիք դուք այստեղ, երբ Արցախում ուժգին կռիվներ էր գնում, հորդորում էիք զենքը վայր չդնել։ Այսօր էլ ամսի 26-ն է, 20 թվականին հիշում ենք, թե ինչպես հենց այս գիշեր սկսվեց ամեն բան, ու 23 թվականին էլ այս օրերին կրկին շարունակվում էր։ Ինչ ասելիք կա այսօր։ Ես կարծում եմ արձանագրենք մի փաստ, որ շատ-շատերիս համար սեպտեմբերը դարձել է չսիրած, նույնիսկ այդ բառը չեմ վախենի ասել անիծյալ ամիս։ Եվ ըստ էության դա նորություն չէր, որովհետև մենք 100 տարին մեզ բավարար չեղավ, որպեսզի վերլուծենք եւ հասկանանք 1920 թվականի սեպտեմբերի դասերը։ Մենք չհասկացանք, որ պատահական 2020 թվականի սեպտեմբերին չհասկացանք, որ պատահական չէ ընտրված ոչ օրը, ոչ ամիսը, եւ ըստ էության հայկական հայությանը Հայաստանի որպես քաղաքական գործոն չեզոքացնելու գործընթացի վերջնական արարներ սկսում։ Եվ ըստ էության այդ գիտակցումը չեղավ, թե ինչ է կատարում 2020 թվականի սեպտեմբերին այդ թված կամ մարդկանց ավելի շատ մատուցվեց, հետագայում ավելի շատ, որ դա ընդամենը Արցախի հարց է, որ դա ընդամենը հայերին իրենց խելոք չպահելու հարց, այսինքն բոլոր խոսույթը որ կա չկրկնվենք, եւ մենք չհասկացանք, որ խնդիրը հայ-ադրբեջանական չէ, խնդիրը արցախյան-ադրբեջանական չէ, խնդիրը հայ-թուրքական է։ Եվ ինչպես 1920 թվականի սեպտեմբերը ողբերգական եղավ, այնպես էլ մեծ համար 2020 թվականը եւս ողբերգական եղավ, եւ դա առավելապես մեր տգիտության, վախկոտության, քաղաքական մտքի կիսատության կամ ընդհանրապես տոտալ բացակայության արդյունքն է, որտեղ եթե 2020 թվականի սեպտեմբերին ճիշտ գնահատվեր խնդրի էությունը եւ դրան համապատասխան ազգի ներուժը մոբիլիզացվեր, իսկ մենք բավականաչափ ներուժ այն ժամանակ շատ ավելին ունեինք, այնպես չէ որ հիմա էլ չունենք, բայց այն ժամանակ մեր հնարավորությունները շատ ավելին եւ համապատասխան ճիշտ վերաբերմունքը լիներ, բարձ լիներ, որ խնդիրը սա Արցախի կարգավիճակի շուրջ խնդիր չի կամ Լղիմի նախկին մարզի սահմաններում կարգավիճակի շուրջ խնդիր չի, սա հայ-թուրքական խնդիրը եւ հայկական պետության գոյության խնդիրը, եթե այդ ֆունդամենտալ հարցը հասկացվեր 2020 թվականին մենք բոլորովին այլ կերպ մեզ կպահեինք։ Առաջին հերթին խոսքը գնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ առհասարակ բոլոր ուժերին, ովքեր երբևէ դերակատարում են ունեցել Հայաստանի քաղաքական դաշտում, եւ արդյունքները այդքան ողբերգական չէին լինի, չէր լինի նոյեմբերի 9, կամ եթե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշում կայացներ այնուամենայնիվ այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կամ հայտարարությունը ստորագրել, բավականաչափ դիմադրություն կլիներ, եթե առողջ իմունիտետ լիներ, առողջ քաղաքական դաշտ ունենայինք, որովհետև կհասկանայինք, որ սա գոյութենական խնդիր է եւ կիսատ քայլեր, կիսատ միջոցներ այստեղ չեն կարող լինել, որովհետև պիտի արձանագրենք մի պարզ բան, մենք շատ ավելին կորցրել ենք նոյեմբերի 9-ից հետո մեր զիջումներով, քան մինչև նոյեմբերի 9-ը թշնամին կարողացել էր իր ռազմական գերակշռության շնորհիվ ստանալ։ Հետևաբար մեր բոլոր դժբախտությունների մեր առաջին հերթին մենք ենք մեղավոր եւ մենք ենք պատասխանատու։ Մի մասը, որ ցանկանում էր Արցախը բեռ համարել այդ բեռը գցել իր վրայից եւ այն կամ պատվիրակել ռուսներին կամ մնացածին, իհարկե աշխարհակաղակական կոնսենսուս կար, իհարկե աշխարհակաղակական որոշակի համաձայնություն կար, դա եւս մեր տարիներ շարունակ դրսևորած ապիկար գործելակերպի արդյունք էր, բայց եթե գլիներ գիտակցումը, թե ինչ պատերազմ է դա, բնականաբար մենք կարող էինք խառնել բոլոր հաշիվները։ Ես կրկնել եմ բազմաթիվ անգամ եւ հիմա էլ կպնդեմ, որ եթե նոյեմբերի 9-ին Հայաստանում լիներ բավականաչափ քիչ թե շատ առողջ քաղաքական դաշտ եւ առաջնորդություն, որը չհամաձայնվեր իշխանության ворթեգրած իշխանության որոշած կապիտուլյացիային, եւ պայմանական ասած նոյեմբերի 10-ին Հայաստանը ունենար պատերազմը շարունակելու կամք ունեցող կառավարություն, մենք շատ ավելի շահեկան իրավիճակում կհայտնվեինք, որովհետեւ այն բոլոր զիջումները, որոնք
կործանեցին, փլուզեցին Հայաստանի պաշտպանական համակարգը, Երբ Ադրբեջան առանց մի կրակոցի շատ ավելի տարածք ստացավ, քան կարողացել էր գրավել եւ ավելին դրանք ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ էին։ Խոսքը գնում է Խարվաճարի մասին, Քաշաթաղի մասին, այն բոլոր հատվածների մասին, որ չէր կարողացել ճշտամին գրավել, երբ որ նա այդ ամենը եթե չստանար, Եվ հիշենք, որ նոյեմբերի 9-ից հետո աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակ փոխվեց, հիշում եք ԱՄՆ-ում ընտրության արդյունքներին էին սպասում եւ այլն։ Այսինքն ձմեռ էր մեր դեմ, ինչ էր դա նշանակում, որ մենք արդեն լեռնային պայմաններում էր պատերազմը շարունակվելու եւ թշնամու այդ ունեցած բացարձակ երաշխանությունը օդում այլևս չէր կարողանալու այդպիսի վճռորոշ նշանակություն ունենալ։ Այսինքն կբավականացներ մեր մարդկային Տեսեք, ես կարծում եմ կբավականացներ, բայց այդ իրավիճակը դառնում էր բազմաթիվ անհայտով հավասարում, այնպես ինչպես 90-ականներին էին։ Երբ որ մենք գոյութենական կռվի մեջ սկսում ենք, հիմա էլ է նույնը, հիմա նույնը չի, հիմա շատ ավելի խոցելի վիճակում ենք, շատ ավելի վատ վիճակում ենք, թե բարեհոգեբանական տեսակետից, թե ռեսուրսների տեսակետից, թե մնացած ամեն ինչի տեսակետից, դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է, ոչ, դեռևս պայքարը շարունակվում է, բայց խմորումները գնում են եւ փորձ է արվում անցնել անդառնալության կետը, իսկ անդառնալության կետը իմ խորին համոզմամբ դա Հայաստանի դեմոգրաֆիական պատկերի փոփոխությունն է լինելու, դրանից հետո արդեն գուցե շատեր ինձ հետ չհամաձայնվեն, բայց ես ավելի ռեալ եմ նայում, ես կարծում եմ, որ Հայաստանում դեմոգրաֆիական պատկերը փոխվի, մենք այդ վերջի հաղթաթուղթն էլ կկորցնենք, բայց մեր վիճակը հիմա շատ ավելի ծանր է, բոլոր առումներով, գերծանր է։ Եթե այն ժամանակ ծանր էր, այո, բայց կար հանգիստ, շատ հանգիստ հնարավորություն ունենք պայքարը շարունակելու։ Դե երևի շատ ծանր է, չէ՞ որ հայտ է ներկայացվում նոր հանրապետություն ստեղծելու։ Ես կասեի ոչ թե նոր հանրապետություն ստեղծելու, այլ եղածը լուծարելու։ Մենք տեսել ենք, որ այս իշխանությունները շատ լավ քանդում են, բայց դրա փոխարեն ոչինչ կառուցել չեն կարողանում։ Այնպես որ երբ որ ամեն ինչ տապալած մարդիկ խոսում են այնպիսի ֆունդամենտալ հարցերից, ինչպիսի նոր հանրապետություն ստեղծելն է եւ առավել եւս մի հասարակություն, որ իրեն համարում է ժողովրդավար, մի խումբ չի կարող նոր հանրապետություն ստեղծել, որովհետեւ ցանկացած պետության սկիզբը, եթե դա միապետական պետություն չի եւ այլն, դա ըստ էության հանրության տարբեր շերտերի միջև եղած կոնսենսուսն է։ Եվ մի քանի հոգին, ովքեր որևէ լիազորություն չունեն, չեն կարող նման որոշում կայացնել, բայց նրանք փաստացի նման քայլերով ապահովում են Հայաստանի պետության լուծարման հիմքը։ Ընտրության քայլով պիտի գա դրան արդյոք։ Բարի, հիմա երբ որ ֆունդամենտալ առումով հասկանում եմ ինչ նկատի ունեք, բայց որ այդ ժողովրդին տարիներ շարունակ դեգրադացրել են, արժեհամակարգը զրոյացրել են եւ այսօր քաղաքական դաշտում պրակտիկորեն անապատ է այն տեսակետից, որ համապատասխան գաղափարական հակափաստարկներ չկան։ Բոլոր ամբողջ խոսակցությունները, որ տարվում են եւ ներկայացվում են, դա այդ խոսույթի շրջանակներում է։ Դրանից դուրս ֆունդամենտալ փոփոխություններ չկան, ֆունդամենտալ առաջարկներ չկան։ Նման պայմաններում, երբ որ մենք ունենք ըստ էության արժեհամակարգային առումով ներկայումս շատ կամ ցածր մակարդակի վրա գտնվող կամ ապաթիկ հանրություն, այսինքն տարբեր շերտեր եւ մի կողմում կա պետական լծակներ, կա հսկայական ռեսուրս կապիտալ եւ մնացած կողմերն են, որոնք որոշակի ռեսուրսների են տիրապետում ըստ էության նույն խոսույթի սահմաններում են, հա, հետեւաբար խոսել ժողովրդի ընտրության մասին դա իմ կարծիքով մի քիչ երկերեսանիություն է, որտեղ ըստ էության ժողովրդին առաջնապես ընտրություն չի առաջարկում։ Այլ հարց է, որ այստեղ մենք կրկին բախվում ենք հավթեձուն խնդրի հետ, որովհետև շատերը կարող են ասել, որ բարի ժողովրդին ընտրություն չի առաջարկվում, ովքեր որ պիտի առաջարկեն այլ ընտրանք, այդ այլ ընտրանքը պիտի ժողովուրդը իրենց ուժով ոչտի, որպեսզի նրանք կարողանան առաջարկներ կայացնել։ Այստեղ այդ վակուումի հարցը կա, որը դեռևս չի հաջողվում լուծել, որպեսզի ժողովրդին ինչ-որ այլ ընտրանք առաջարկենք։ Հետևաբար մենք հայտնվել ենք այսպիսի ծուղակում ազգային, ոչ թե քաղաքական, այլ արդեն ազգային ճգնաժամի մեջ, գերճգնաժամի մեջ, որտեղից դուրս գալու համար իրոք գերճիքեր են պահանջվում եւ վիճակի adekvatության գնահատականի կարիք կա։ Մենք շատ նման ենք ծայրահեղ ծանր հիվանդի, ով ամեն կերպ չի ուզում ընդունել, որ ինքը ծանր հիվանդ է եւ շարունակում է իրեն պահել այդպես, կարծես թե ոչինչ չի կատարվել։ Որպեսզի բուժման հնարավորություն լինի, պիտի այդ adekvatությունը լինի։ Բայց մենք adekvat չենք, մենք շարունակում ենք ապրել իներցիայով անցյալ ժամանակներում։ Պայքարել տանջվելու փոխարեն որևէ
փոփոխություն բերելու, նախընտրում ենք դանդաղ եւ հանգիստ մահը, չէ՞։ Մահը այնքան էլ հանգիստ չի լինելու, բայց նախընտրում ենք առանց պայքարի հանձնվելու եւ վերանալու տարբերակը, էլի տարբերակ է ընտրությունը, եթե օրգանիզմը այդքան կենսունակություն չունի, բայց պետք է ազնիվ լինել, այդ դեպքում անկեղծ լինել, ասել, որ այո, մենք հասկանում ենք, որ մեզ մնացել է, չգիտեմ, պայմանական 5 կամ 10 տարի, ուզում ենք այսպես ապրենք մեր կյանքը, ոչ թե խոսել վեհարժեքներից եւ մնացած ամեն ինչից։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում մեր հանրությունը, եթե փորձենք այսպես ամբողջական ասել, ընդհանրական իմաստով չունեն ժառանգելու այդ կամքն ու ցանկությունը, այսինքն փոխանցել որևէ բան։ Այսօր մարդիկ մտածում են այս պահին մեր կյանքը ապրենք լավ լինի, եթե այս պահին սկսենք գործ անել, միևնույնն է մենք չենք վայելելու։ Այդ տրամաբանությամբ են, չէ՞, կարծես թե շատերը գնում, այսինքն մենք միևնույնն է չենք տեսնելու, ինչու մենք չարչարվենք, եթե դա գուցե մեր ծառները նոր տեսնեն, օրինակ Արցախի վերադարձը։ Ես ճիշտ եմ նկատում այդ դեգրադացիան կա, ընդ որում դա նոր չի, դա վաղուց է, պատմական ծանր ճանապարհը դարերի թողել է իր հետքը։ Մենք երկարաժամկետ պլաններ կազմելու ընդունակությունն ենք կորցրել եւ նույնիսկ դա համարում ենք բուտաֆորիա եւ դրա համար մեր մեջ գերիշխում է այդ առևտրականի մտայնությունը։ Ես ապրանքը այս պահին վաճառեցի, այս պահին գումարը ստացա, այսինքն այնինչ որ այս պահին շատ չի բերում, այնինչ որ այս պահին արդյունք չի տալիս, շատերին թվում է անիմաստ վարմունք, բայց բիզնեսում էլ է, չէ՞, այդպես։ Բիզնեսում հենց ես հաճախ օրինակ հակադարձում եմ եւ խոսում են հայերի բիզնես, ես ասում եմ, որ իրական բիզնեսում դու պիտի ունենաս ռազմավարական պլանավորում եւ պիտի ունենաս համբերություն, որպեսզի անես ներդրումներ, որը որոշ ժամանակ հետո քեզ կվերադառնի։ Դրա համար, բայց բիզնեսը առևտուրը բիզնես չէ։ Չվերցնել միայն տալ, որը ժամանակ առևտուրը բիզնես չէ։ Մենք առևտրականին ավելի շատ հակվածություն ունենք, ապրանքը վաճառեցին, գումարն այդ պահին ստացանք, ռազմավարական պլանավորում եւ հաջողություններ հասնելու հավաքական առումով։ Մենք այդ ռազմավարական երկարաժամկետ պլաններ կազմելու խնդիրներ լուծելու ունակությունը կորցրել ենք եւ կորցրել ենք վաղուց եւ ցավոք սրտի մեր պատմական դա փորձերը հերթական անգամ մեզ չեն ստիպում, որպեսզի սովորենք այդ դասը, չեն ստիպում, որպեսզի կանգ առնենք մի պահ եւ մեզ հարց տանք, լավ, որտեղ ենք սխալվել, մենք չենք հասկանում, որպեսզի անհատական նույնիսկ բարեկեցության մասին ենք մտածում, որպես այդ բարեկեցությունը քիչ թե շատ երաշխավորված լինի, լավ, ծառների մասին չենք մտածում, բայց սեփական երեխայի մասին գոնե պիտի մտածի մարդը, չէ՞։ Մանավանդ շատ են գլուխ կողմում, որ հայերը երեխա սիրող ազգ են, ինչը որ եւս շատ մեծ ճակերտների մեջ է, հաշվի առնելով թե ինչպես են վարվում իրենց երեխաների ներկայի եւ ապագայի հետ, բայց եւ այլն, այսինքն մենք ուղղակի այդ օրվա կտրվածքով ապրող թիթեռնիկի կյանքով ապրող հանրություն ենք դարձել հավաքական առումով եւ նույնիսկ շատերը ծիծաղում են այն փոքրաթիվ խենթերի վրա, ովքեր խոսում են ռազմավարական պլանավորումից, ովքեր խոսում են ոչ թե նույնիսկ մի քանի տարվա, այլ տասնամյակների պլանավորումից։ Եվ մենք դրա համար վատնել ենք բոլոր հնարավորությունները եւ այսօր իրականում մենք մեր հանրության մեջ ծիծաղելի կամ նույն ընկալվում այն մարդը, ով ներկապահի չունենալով օրինակ համապատասխան նյութական ռեսուրս, հիմնական նյութական վարտայտում համարձակվում է ունենալ մեծ երազանքներ։ Այսինքն մենք սիրում ենք դնել սահմաններ, դու ով ես, որ այդպեսի բան երազես, դու ով ես, ով կա թիկունքիդ կանգնած կամ ով իմ անձնական ասենք ճանապարհին էլ միշտ ես հիշում եմ, երբ որ ես ուզում էի դառնալ բժիշկ, ինձ ասում էին դու քո բժշկական ամենա թանկ բուհներ եւ եթե չեմ սխալվում հիմա էլ շարունակում եմ մնալ ամենաթանկ բուհը, այսինքն ինձ ապրիորի ասում էին դու չես կարող, ասենք, ընդունվել պետ պատվերով, քո հայրը կկարողանա քո ուսման վճարը տալ, դու ով ես, որ համարձակվում ես, ասենք նյութական սուղ պայմաններում երազել բժշկականի մասին։ Փառք Աստծո, իմ բախտը բերել է նրանում, որ ես այնպես ընտանիքում եմ ծնվել, որ միշտ ոչ միայն կրթությունն է կարևոր, այլ ինձ սովորեցրել են, որ ես կարող եմ այն, ինչ որ ես ուզում եմ, ես այն եմ, ինչ ես ուզում եմ եւ միակ մարդը, ով կարող է սահմանափակել, սահմաններ դնել իր առաջ, ես ինքս եմ։ Այսինքն, երբ որ մարդ ունի նպատակ, ինքը գտնում է այդ նպատակին հասնելու ուղիները, բայց նույն իմ շրջապատում ես գիտեմ բազմաթիվ դասընկերներ եւ այլն, ում ծնողները նմանատիպ, ասենք, արկա խնդիրների պատճառով, բայց իրենք նեղացրել են իրենց երեխաների մտահորիզոնը այնպես, որ նա նույնիսկ չի մտածել, թե դասական մեթոդից դուրս, ասենք, ինչպես կարող է հասնել իր երազանքին։ Եվ եթե մենք անձնական մակարդակով նման կերպ ենք մտածում, դա պրոյեկտում ենք ավելի մեծ մասշտաբի վրա, հանրության ազգի պետության մասշտաբի վրա, եւ դա արդեն դառնում է պետական ազգային մասշտաբի ողբերգություն, որովհետեւ նման մանր կատեգորիաներով դու չես կարող մեծ նախագծերի մեջ մտնել։
քեզ ուղակի կոչնչացնեն, Դետալների ոչ թե քեզ կոչնչացնեն, դու ինքդ քեզ կոչնչացնես, ոչ թե դիմացինը, որովհետև մասշտաբայնությունը դա շատ կարևոր է։ Եվ հավակնություն մտնել քաղաքականության մեջ չունենալով ազգային պետական հավակնություններ, լինել քաղաքական գործընթացների անդամ, գուցե կամ քո կամքից անկախ, բայց ցանկություն ունենալ ընդամենը ինչ որ մի անկյունում քշված հանգիստ գոյություն քաշ տալ, այդպես չի լինում։ Դրանք երկու անհամատեղելի վիճակներ են, եւ պատահական չի, որ այդ նախընտրելու այդ անկյունում գլուխը կախ հանգիստ ապրելու այն քարոզը, որ տարվում է եւ այն ուղին, որ ընտրվել է, ի վերջո ավարտվելու է հայկական պետության լուծարմամբ եւ առհասարակ հայկական տարի վերացմամբ։ Այ 23 թվականին, երբ մենք տեսանք Արցախի հայաթափումը, ողբերգական մի պատկեր, մենք հետևում ենք լուրջ թե Երևանից, մյուս մարզերից ինչ է տեղի ունենում, չպիտի դա օրինակ դառնար, կենթանի օրինակ, որ այ Հայաստանի Հանրապետությունում ապրող եւ դա չտեսած մարդիկ վախեր ունենային, գոնե վախեր, որ պիտի կանգնեցնել այս process-ը։ Ինչու, եթե պատմության մեջ մենք կարդում ենք ու դա այդքան էլ մոտ չի գուցե, ինչու կենթանի օրինակ իր նպատակին չի ծառայում։ Որովհետև մենք չենք ուզում առերեսվել իրականության հետ։ Այնպես ինչպես ցեղասպանությունը մեր համար դա ծառայեց, օրինակ շատ փայլուն պատմություն կա, շատ փայլուն օրինակ, որ երբ որ Էրզրումով անցնում էին գաղթականների 15 թվականին քարավանները Էրզրումի Կարինի պատշգամբներում հայերը սուրճ էին խմում եւ այսպեսի դատողություններ են անում, որ այս հայերը իրենց լավ չեն պահել, դրա համար իրենց պատժել են։ Յուրաքանչյուրին թվում է, թե ինքը կարող է պալստալ, ինքը կարող է ճշտամու հետ պայմանավորվել, իրեն դա չի վերաբերվում։ Այսինքն այդ համակարգային կոլեկտիվ գիտակցումը եւ պատասխանատվությունը մենք չունենք։ Մեզ թվում է, թե օրինակ շատերի համար կեղծ արդարացում է եւ շատերը դրանում համոզված են, որ այ արցախցիները նախ դա գալիս է գիտությունից, որովհետեւ իրենք չեն հասկանում 88 թվականի շարժման պատճառները, այսինքն շատերը իրենց համոզել են, որ մարդիկ իրենց երջանիկ ապրում էին ու մեկ էլ 88 թվականին որոշեցին հանկարծ պայքարել։ Իրենց թվում է, թե այ արցախցիները եթե իրենց խելոք պահեին կամ իրենց թվում է, թե դա Ադրբեջանի տարածք է ճանաչված եղել ճակերտավոր, էլի ճակերտավոր, որտեղ առնվազն դա տարնաշանակ վիճելի տարածք է համարվել, այսինքն միշտ մեղավորը նրանք են։ Տեսեք, մեր հանրության մեջ գերակշռում է զոհին մեղադրելու, թույլը միշտ մեղավոր է, մենք ունենք այդ հոգեբանական լրջագույն խնդիրը, եւ դա դրսևորվում է թե անձնական մակարդակում, թե սկսած ընտանեկան բռնությունից, ծնողների, երեխաների կամ ցանկացած կամ բակում կամ կանանց դեպքում, այո, ցանկացած դեպքում, ինչ ուզում է լինի, ցանկացած դեպքում մենք պաթոլոգիկ փորձում ենք արդարացնել ագրեսորին։ Մենք փորձում ենք մեղավոր ճանաչել թույլին, զոհին։ Ինչու՞, որով մի բարձ պատճառ։ Դա ո՞ց է մտել։ Դա մեր մտածողության մասնիկն է եւ մենք այդպես ենք ապրում։ Ինչու՞։ Ես դրա պատասխանը գտել եմ, որովհետեւ եթե մենք հոգեբանորեն կանգնենք զոհի կողքին, դա մեզանից պահանջելու է գործողություններ։ Մենք պիտի պատասխանատվություն վերցնենք կանգնելու զոհի եւ թույլի կողքին եւ նրան պաշտպանենք։ Իսկ եթե դու ապրիորի մարդու ուղեղը այդպեսի ծուղակներ սիրում է, դու պիտի, գիտեք, մենք պիտի ինչ-որ կերպ արդարացնենք մեր արարքը, հաշտ լինենք ինքներս մեզ հետ, որպեսզի կարողանանք շարունակել ապրել։ Օրինակ շատերը պատերազմ գնացածները կամ այսպեսի հասկացություն կա, չէ՞, օրինակ դեհումանիզացիա, որպեսզի դիմացինին դու կարողանաս հանգիստ ոչնչացնել, դու պիտի հոգեբանորեն գիտակցության մեջ նախ նրան նա մարդ չէ, հետեւաբար նրա հետ կարելի է վարվել ինչպես ուզում ենք։ Այո, թշնամին մեր հետ այդպես է վարվում, դա հոգեբանական պահ է։ Եվ մենք ըստ էության այդպես ենք վարվում, որովհետեւ եթե մենք որպես հանրություն չմեղադրենք թույլին, մենք պիտի պատասխանատվություն վերցնենք այդ թույլի հետ եղածի, զոհի հետ եղածի համար, կանգնենք նրան կողքին եւ պայքարենք ուժեղի դեմ, իսկ դա կարող է վտանգավոր լինել։ Հետևաբար, երբ որ մենք ունենք այդպիսի հոգեբանություն, մենք նման հոգեբանական լրջագույն բարդույթների մեջ ենք, նույնը պրոյեկտվում է ցանկացած իրավիճակում։ Եվ մենք չենք սիրում մարդկանց կամ ուժեղ անհատներին, ովքեր մարտահրավեր են նետում համակարգին, ցույց տալով, որ եղած այս մատրիցայի պայմաններում ես կարող եմ
ինքնուրույն հասնել որևէ հաջողության, որովհետև նրանք իրենց քայլերով եւ իրենց հաջողության պատմություններով ապացուցում են, որ խնդիրը միայն, այո, համակարգը կարող է լինել արատավոր, համակարգը կարող է խոչընդոտել զարգացմանը, բայց եթե մարդը ունի բավականաչափ կամք, ցանկություն եւ աշխատում է իր վրա եւ գտնում է տարբերակներ, նրանք իրենց գործունեությամբ, իրենց հաջողության պատմություններով ապացուցում են բոլոր նրանց, այսպես ասեմ, անպիտան լինելը, ովքեր նախընտրել են ուղղակի նստել բազմոցին եւ նվնվալ բողոքել։ Եվ հետեւաբար մենք ել եմ ասում լրջագույն հոգեբանական խնդիրներ ունենք եւ վաղ թե ուշ այդ խնդիրները պիտի լուծենք։ Նույնը հենց այդ նույն մակարդակում շատ հեշտ է ուժեղներին ունենալ լավ դաշնակիցներ, լավ գործընկերներ, իսկ թույլերի կողքին կրկին թույլ պետությունների կողքին միշտ չի, որ բոլորն են կանգնում։ Թույլ պետության կողքին երբեք ոչ ոք չի կանգնում, թույլերին մաքսիմում դեպքում կարող են այսպեսի օգտագործելուց այգո ընդհանրապես մի հատ խղճալից հայացք նետել եւ վերջ, որովհետեւ քաղաքականության մեջ կա հստակ կանոն, խոսում են, աշխատում են, դաշնակցում են, պայքարում են սուբյեկտի հետ։ Ուրիշ որևէ թույլին չկա քաղաքականության մեջ։ Ես կարծում եմ, որ այդ հումանիզմ կոչվածը, մարդասիրություն կոչվածը չկա։ Քաղաքական սուբյեկտները մշտապես մրցակցում են իրար հետ, եւ եթե դու քեզանից որևէ բան չես ներկայացնում, գուցե փոքր մասշտաբով, բայց դու ուժ չես ներկայացնում, իսկ այդ ուժը ծնվում է ներքին, ելեմ ասում, հավակնություններ ունենալուց, մեծ երազանքներ ունենալուց, այո, չհանձնվելուց։ Երբ որ դու աշխարհի հայտարարում ես, որ դու պատրաստ ես միջև վերջին խազը հանձնել, միայն թե քեզ թույլ տան պատի տակ կներեք բայրենքներ, դու որևէ մեկին հետաքրքիր չես։ Դու քեզ անգամ խղճահարությամբ չեն նայում, քեզ զզվանքով են նայում, որովհետև ամենաավելի զզվելի բան, քան հանձնված մարդը կամ հանձնված հանրությունը, հանձնված պետությունը չկա։ Ամենամեծ ամոթը, որ ապրել եմ 23 թվականին, ամբողջ աշխարհը տեսավ եւ շատերը վստահ են մեծ զզվանքով են նայում, որովհետեւ մենք կանգնեցինք եւ նայեցինք, թե ինչ են անում մեր հայրենակիցները այդ Արցախում։ Մենք չենք հասկանում դրա հետևանքները։ Մենք չենք հասկանում, թե մենք դրա տակի, չգիտեմ, կարողանալու ենք դուրս գանք, թե չենք կարողանալու դուրս գալ, որովհետև ամեն վայրկյան աշխարհի ցանկացած երկրում դու կարող ես հասնել անձնական մեծագույն հաջողությունների, բայց ամենավերջին փողոցի մարդն էլ կարող է կանես, դու չես այն ազգի ներկայացուցիչը, որ կանգնեցիր եւ նայեցիր, թե ինչպես են քո ազգի երեխաներին սպանում, դուք զենք ունենալով որևէ բան չարեցիք։ Դե այսօր շատերը վախենում են, չէ՞, բարձրաձայնել, որ հայեն 20-ից հետո հատկապես։ Որովհետև մարդկանց ես պատահական չեցի, որ մենք adekvat չենք, մենք շարունակում ենք ապրել իներցիայով։ Մեզ թվում է, թե որ խոսում են խաղաղության մասին, այդ խաղաղություն լինելու է մինչև 20 թվականի իրավիճակը, ոչ, մինչև 20 թվականի վիճակը դու հաղթած ազգի ներկայացուցիչ չէիր, ով սեփական հողի վրա սեփական զինվորներ եւ անվտանգություններ ապահովելու։ Հիմա դու թշնամու ողորմածությունը հանձնված, ստորացված հանրության ներկայացուցիչ ես, ում վրա թշնամին մատը դնի, քո հայազգի ոստիկանները կամ ուժային կառույցների ներկայացուցիչները շատ հանգիստ քեզ կարող են ձերբակալել եւ եթե չուղարկեն Բաքու, ուրիշ ձև կգտնեն քո հարցերը լուծելու, եթե թշնամին դա ցանկանա։ Մենք պիտի գիտակցենք, որ այն խաղաղությունը, որ իրենք ուզում են, այդպես է լինելու, սեփական երկրում պաշտպանություն չի լինելու։ Ադրբեջանցին գալու է մտնելու է ձեր տունը եւ ձեր հայազգի ոստիկանը ձեզ չի պաշտպանելու, որովհետեւ կարող է հանկարծ պատերազմ լինի։ Հետևաբար, ախր մենք դրա միջով անցել ենք, մենք կարող ենք գեղեցիկ բառեր ասել, բայց մեր պատմության հետ պետք է առերեսվել։ Հետևաբար հարցեր են առաջանում, շատ լուրջ հարցեր են առաջանում, դուք համաձայն եք այդ խաղաղության հետ։ Դուք չեք ուզում իրականությունը ընկալել, դուք չեք ուզում տեսնել իրականության աչքերին, դուք կուլ եք տալիս են կեղծիքը, որ ձեզ հրամցնում են։ Բատը գիտեք ինչու՞մն է, երբ որ իրականությունը արդեն ստիպված կլինեք առերեսվել իրականության հետ, արդեն անցած կլինենք անդառնելիության կետը, երբ այլևս որևէ բան փոխել, կարծում եմ, պրակտիկորեն հնարավոր չի լինի եւ կմնան մաքսիմում դուրը հետևից աղմուկով շրխկացնելու։ Բայց դա որպես ազգ, որպես հանրություն, ես միշտ ասում եմ, ես նախընտրում Սարդարապետը Նեմեսիսից։ Նեմեսիսը հա բարոյական որոշակի, այսպես ասեմ, բավարարվածություն է տալիս, բայց դա խնդիր չի լուծում։ Հետևաբար գուցե արժի սթափվել։ Արժի հիմա, երբ որ դեռևս հնարավորություն կա, adekvat լինել, չլսել էկրաններից թափվին այն աղբը, որ ձեզ պատուցվում է, չփակել աչքերն ու ականջները, որովհետև հա մենք այսօր կարող ենք փակել աչքերն ու ականջները, քանի անմիջապես մեր մաշկին չի հասել, բայց վաղը ստիպված ենք լինելու առերեսվել։ Ու ամենավատը նրանում է, որ այդ մեծամասնությունով նախընտրում է այդ կրավորական կեցվածքը, իրենք նաև քաշ են տալիս դեպի անդունդ մեզ ովքեր դա տեսնում են, այդ ապագան տեսնում են, բայց
չենք կարողանում այդ կործանարար ընթացքը կանգնեցնել, որովհետև տոկոսային շատ մեծ։ Այո, մի Վարդան Գրիգորյանը ֆանտաստիկ, ինքը 3 պատմավեպ ունի, ես բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ, բայց Դարկ Օրիսյանը դա Բագրատունյաց դինաստիայի անկման մասին է, բար առ բար 1000 տարի անց նույնն է։ Անին փոխեք Երևանով, հորոմներին փոխեք ռուսներով, բար առ բար, ինքը մահացել է 86 կամ 87 թվականին մինչև Արցախյան շարժում, այսինքն կարդացեք այդ գիրքը եւ այնտեղ մի ֆանտաստիկ տող կա, ամբողջ պայմանական կերպար է, որին ես շատ եմ նմանեցնում Նժդեհի հետ, այդպիսի պատմական կերպար չի եղել, որ ամբողջ կյանքում պայքարում է, որպեսզի հայկական թագավորություն չկործանվի եւ ինքը այսպես է ձևակերպում, ասում է մեկը 100-ի համար, 100-ը մեկի դեմ։ Եվ հիմա նույնիսկ մենք մեկը 100-ի համար չենք, երբ մեկը 1000-ի համար, 1000-ը մեկի դեմ։ Եվ գնալով այդ 1000 Եվ գնալով եւ ինքը Վարդան Գրիգորյանը շատ կարևոր հարց է տալիս, ով է այդ մեկը։ Նա սատանա է թե Աստված։ Գուցե եթե չլիներ այդ մեկը, կավարտվեր գիրը, կվերջանար ազգը, կվերջանար ամեն ինչ։ Բայց ամեն անգամ, բայց ամեն անգամ 18-ին կեղծվել է ամեն ինչ գլխիվաշուր եկել։ Չէ, այդ մեկը, այսինքն հարց է տալիս, որ ինչքան արդյոք ազնիվ է, որ այդ մեկերի հաշվին այս ազգը գոյությունը քաշ է տալիս, բայց այդ մեկերի ուժը չի հերիքում, որպեսզի նա դառնա առողջ հանրություն, առողջ ազգ եւ զարգացում ապրի։ Լավ, ինչքանով է ազնիվ, որ այդ մեկերի հաշվին յուրաքանչյուր 15-20 տարին մեկ իր լավագույն զավակներին մատաղ անելու հաշվին եւս մի ագոնիա շարունակվի։ Ինչքանով է դա ազնիվ, որովհետև այսօր որ մեծ խոսում են, այնտեղ Սարդարապետի արդեն նպատակահարմարության հարց է քննարկվում, պետք չէր, պայքարել, չպայքարել, այդ մեծ խոսացողները այսօր հասել են այստեղ, որովհետև ժամանակին շատերը պայքարել են։ Երբ որ այսօր արդեն պայքարող չլինի կամ այդ պայքարողների թիվը չափից դուրս կլինի, ամեն ինչ կավարտվի։ Գուցե ել եմ ասում, գուցե չի կարող մակաբույծ ազգը, մակաբույծ հանրությունը երկրագնդի վրա տեղ ունենալ, այլ առավել եւս մեր տարածաշրջանում, որտեղ բախում է, որտեղ ամեն ինչի կենտրոնն է։ Դա եթե բժշկական տերմինով ասեմ, դա գիտեք նյարդային հյուսակ, արևային հյուսակն է, բոլորս գիտենք ամենաթույլ կետը, երբ որ ուզում են մարդուն շարքից անել, ամենազգայուն կետը։ Այս տարածաշրջանում, որտեղ անցնում են իրար վրայով ամեն ինչ, որպես մենք կամուրջ ենք եղել, մենք չենք կարող լինել չի կարող այս տարածաշրջանում ապրողը լինել քան ողորմելի։ Չի կարող այս տարածաշրջանում ապրի մի հանրություն, ով ուզում է անկյունում գոյությունը քաշ տալու տրամաբանությամբ շարունակել ապրել։ Ուղղակի չի կարող։ Բայց հետևաբար էլի հարց է գալիս իրականության մեջ։ Մենք այսպես խոսում ենք, այսպես քննարկում ենք, հա, հանրության արժեհամակարգը շատ վատն է, բայց այդ արժեհամակարգի համարով է պատասխանատու եղել։ Իր էլիտաները, չէ, եւ դա նոր չի։ Բոլոր ժամանակներում։ Հետևաբար բոլոր մեղադրանքները սլակները պետք է ուղղել դեպի նրանց, բայց խնդիրը նրանում է, որ ես միշտ ասում եմ 90-ականներին այդ տղաները, ովքեր գնացին, ովքեր կռվեցին Արցախում, Արցախը պահեցին, իրենք չհասկացան մի պարզ բան, նախ թիկունք պիտի մաքրես։ Որովհետև իրենք գնացին այն ժամանակ հողը պահեցին, բայց թիկունքում ժամանակ չկար դա անելու։ Հետևաբար միշտ կարևոր հարց կա, չէ՞, մոլախոտը պիտի քախանվի, առանց մոլախոտի երբեք պարտեզը չի կարող ծաղկել։ Իսկ մեր մոտ այդ մոլախոտը քախանելու պահերը շատ աչքաթող են արված եղել, եւ հետևաբար հասել ենք նրան, որ մոլախոտը խեղդում է ամեն ինչ։ Ցավոք սրտի, այո։ Շնորհակալ եմ ես ձեզ զրույցի համար։ Ես էլ։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ հանրային գործիչ Արփի Թոփչյանն էր, երկրորդի մոտ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Հետևեք գործարալիքին, թարմ ուղեղով զրույցները լսեք, իսկ մենք կհանդիպենք։